Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոն շնորհավոր Զինայդ նախագիծը։ Արգանքներս մեր անդավաճան հեռուստադիտողներն, ովքեր հետևում են եւ միշտ ակոպվնեց ակկարում են հետաքրքիր նորություններով լի թողարկում եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Բայց ֆորմատը չեմ խախտում, ուզում շնորհավոր օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ եւ 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի գեղեցկու երեսույն րոպե նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Սիրտը իմ վաղուց գիտեր, որ ես հանդիպելու եմ մի օր հենց քեզ ու գտել են մեր սրտերն իրար, որ զարկեն նրանք արդեն միայն իրար համար, ես ու դու ունենք մի աշխարհ, չթողնես իմ ձեռքը ուր գնաս ինձ հետը տար, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, զգում էր սիրտը իմ, որ մոտ ես դու, որ հոգին եմ քո ճանաչելու, այնքան հարազատ հայացք կարից, որ ստիպում էր քեզ կանչել ինձ մոտ նորից, իմ հավերժությունն ես դու դարձել, ես պատրաստ եմ կյանքը իմ հիմա քեզ հետ անցնել, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, Դենչ ես վստահ եմ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն ասում են մեր նախընտրած դերասանուհին է, շատերն ասում են այս տեսահոլովակից բացի նա նորից պետք է տեսահոլովակ ունենա եւ այսպես շարունակ, բայց մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ ինձ մոտ տաղավարում է սիրված արդեն դերասանուհի եւ երգչուհի Ինա Կարապետյանը։ Ինջան, ողջույն։ ողջույն, Դու պետք է այսօրով ինձ մոտ տաղավարում լինեիր, ինձ թվում է դու դրա մասին սպասում ես, որովհետև ես այսօր քեզ հրավիրել եմ այստեղ ոչ թե նաև դերասանուհի երգչու, այլ նաև մամա։ Քանի որ ես որոշել եմ մի քանի օր շարունակ այստեղ հրավիրել հայտնի դեմքերին իրենց երեխաների հետ, իսկ դու պետք է լինեիր առաջինը։ Դե հիմա ինձ ասա, քեզ մոտ հունիսի 1-ը սկսվել է արդեն 1 օր առաջ կազմակերպչական աշխատանքներ ու որպես մամա ինչ ես արել մինչև հիմա։ Ես ճիշտն ասած ես արդեն 6-րդ տարին է, 7-րդ
Որ մամայում։ Որ մամայեմ, երբ որ հունիսի 1-ը վերաբերում է նաև ինձ։ Ինչպես բոլոր տարիներին, այդպես էլ այս տարի եղել է տոն միայն ու միայն իմ աղջկա համար։ Ամեն ինչ արվել է միայն իր համար։ Մենք միասին զբոսնում ենք, գնում ենք տարբեր տեղեր, անում ենք այն ինչ որ ինքն ուզում է։ Եվ այդ միակ օրն է, որ անում ենք այն ինչ որ ինքն ուզում է։ Շատ լավ։ Մի հարց էլ, եթե հետևում ենք հիմա միայ Instagram-յան էջին, հասկանում ենք, որ մամայից ոչ պակաս, ոչ ավելի հանրային կյանքով է սկսել ապրելի տարբերություն քեզ, որը քուն ավելի ուշ եղավ, քո ցանկություններ դա։ Միայն այսօր հունիսի 1 օրով գրեթե բոլոր հեռուստալիքներով միաներ երկուսին հասավ ինձ մոտ։ Ուր էիք գնացելին։ Ինչ ինտերվյունը հարցազրույցները։ Գնացել է ամենից ամենա, հետո Հայրապետյան Արթուրի քաղաքական հաղորդման հյուրներ։ Նորմալ պատասխանեց երեխեն հարցերին։ Հրաշալի։ Այո։ Այդպես դե ես չգիտեմ, ինձ մնա չի գնա։ Ինձ մնա ինքը այդ Instagram-յան էջը չի ունենա։ Բայց քանի որ ինձ չի մնացել, հիմա այդ նույն հարցը ես կարող եմ քեզ տալ։ Ոնց կարող ենք կազմակերպել, որ վերանա այդ Instagram-յան հարթակը։ Արդեն ուշային ջան այդ թեմայով խոսելը, բայց այնպես չի, որ ինքը մեծ թեմաներ անում։ Եթե հետևեք մեր միայ էջին, այնտեղ կտեսնեք, որ ինքը ընդհանրապես ոչ մի մեծական ոչ մի բան չունի։ Մեր աղջիկը ինչ անում, անբոքսինգներ անում, ներկայացնում է ճիշտ ապրելակերպ մանուկների, ինչ կարելի է, այնպես որ բողոքելու տեղ չունենք։ Շնորհակալ եմ։ Ես հարցրեցի, ես պատասխանեցի։ Միջև միայն անցնելու այդ մանկական թեմաները ինձ հետաքրքրում է եւ վստահ եմ շատ հեռուստադիտողների Ինայի ռեժիմը եւ այսօր Ինան արդեն ամառան վիճակների մեջ ենք, բայց Ինան ինչ է անում։ Սկսենք ինստիտուտից, հետո նոր սերիալից։ Հա, ինստիտուտը շուտով արդեն արձակուրդ կգնանք, քննական շրջանը սկսել են։ Եվ Երևանում եւ Վանաձորում։ Այո։ Երևանի եւ Վանաձորի տարբերությունն ընդհանրապես աշխարհագրական դիրքերն են, ինստիտուտը նույնն է։ Վանաձորինը պարզապես մասնաճյուղն է, որ Վանաձորում բնակվող Լորվա մարզում բնակվող ուսանողները չհասնեն Երևան սովորելու համար, այլ Վանաձորում հենց ստանան իրենց ուսումը։ Քննական շրջանը սկսել է, ավարտում ենք կիսամյակը եւ արդեն ուսումնական տարին։ Այդպես ինստիտուտում դա է։ Նկարանումներս շարունակվում են, սերիալը շարունակվում է, սերիալի հետ կապված ոչ մի նորություններ չեմ կարող ասել։ Դե չենք ասում տնես ասես մոտակա 10 սերիան ինչ է լինելու, բայց ընթացքը կա, չէ՞ դեռ։ Հա, դեռ շարունակվում է սերիալը։ Իսկ Օֆելիայի կերպարը շատ է խանգարում Ինային առօրյա կյանքում։ Արդեն այո։ Ինչ առումով։ Օֆելիան սկսել է երջանիկ ապրել։ Հանրությունն էլ չի ներում։ Որ երջանիկ է Այո։ Օֆելիան։ Իսկ Օֆելիայի եւ Ինայի միջև տարբերություն ինչքան է։ Իրականում շատ է տարբերությունը բնավորությունների, կենսակերպի, ապրելակերպի, բայց նմանություններն էլ կան։ Հիմա այս Օֆելիան, որ արդեն փորձում է ոտքի կանգնել, փորձում է պայքարել իր կյանքի համար, այդ Օֆելիան ու Ինան իրար շատ նման են, որովհետև Ինան էլ հանուն երեխայի ոչինչի առաջ չի կանգնի։ Հիմա նույն բանն ես ասում։ Այո, ասում եմ։ Որովհետև ստեղծվածը քանդելը շատ վատ բան է։ Դուք երկուստ էլ հասուն մարդիկ եք ու քիչ թե շատ համակերպվել եք ձեր ճակատագրին։ Ով է ասել։ Ով է ասել, որ ես համակերպվել եմ իմ ճակատագրի հետ։ Որ չեմ գոռում բոլորի նման, չեմ խոսում դրա մասին, այդ չի նշանակում, որ ընդունել եմ։ Ու դու ուզում ես քանդել մի ընտանիք, որտեղ քո երեխան է ապրում։ Գիտեի։ Սպասում էի, որ դաղելու ես։ Ես քեզ վիրավորելու համար չասեցի այդ խոսքը։ Իսկ այն, որ
իրականություն է։ Իրականությունից շեղվել չի լինի։ Մի հարցել ում անցում ենք անում հաջորդ մեր փուլին, հա, թողարկման։ Ինձ մի բան է տակրում, երբ որ դու սցենարը կարդում ես, քեզ ուղարկում են բնականաբար, չէ, ժամանակից շուտ։ Լինում է պահ, որ ասում ես, բայց ես սենց չէի անի։ Այսինքն կերպարիդ մի տեսակ սենց է որ կռվում ես։ Հա, շատ է տենց լինում։ Ես անձամբ որ չէի անի, հա, բնականաբար հատկապես երբ որ սերիալը նոր էր սկսվել, այդ ժամանակ ես տենց չէի թուլանա, մի քիչ թուլացել էր Օֆելիան, բայց հիմա բավականին ուժեղ կին է դարձել, չնայած բոլորս էլ կյանքի փորձություններից ելնելով ուժեղանում ենք, հո տենց չենք ծնվում։ Համաձայն եմ։ Իսկ հիմա Ինան այս բոլորը հետ մեկտեղ նաև երգում եմ եւ բենդի հետ, եւ անհատական, եւ ունենք մեկ տեսահոլովակ։ Ինչ է մտածում իմ աղջիկը հետո ինչ ենք ունենալու տարվա վերջ։ Ճիշտ ասած, պիտի հիմա լիներ, եթե այդպես մտածենք։ Նույնիսկ կարող է հասցնեմ, այդպես չեմ ասում, էլի չեմ թողում տարվա վերջի, կարող է հասցնեմ մի 2 ամսվա ընթացքում, որովհետև մեկ նվեր ունեմ ստացած երգ, որը որ ամառային է, էլի այդպես ուզում եմ մինչև գոնե սեպտեմբեր կարողանամ հասցնել, բայց դե իմ գրաֆիկով ու հասցնել բառերը իրար հետ դիսոնանս են տալիս, էլի չգիտեմ։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ մի քիչ օգնեք, եթե չեք կարող օգնել, գոնե տարածեք։ Ուրեմն մի բան կանենք։ Շատ լավ։ Ես այս բան առաջարկում եմ անցում։ Ասեմ, որ դիտելու եք հետաքրքիր եւ մի քիչ մանկական, եւ երաժշտական, եւ պատմող տեսանյութ, եւ տեսանյութի հերոսի գեղեցկույն րոպեներ անց լինելու մեզ մոտ տաղավարում։ Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Ձինետ նախագիծը ես որոշել եմ մի քանի օր շարունակ այստեղ հրավիրել բավականին հայտնի դեմքերի, սպասված դեմքերի, որոնք իրենց փոքրիկների հետ են լինելու ինձ մոտ տաղավարում։ Դե բնականաբար դուք հասկացաք։ Մեզ միացել է արդեն եւ կարող եմ ասել բլոգեր եւ արդեն ինչու ոչ դերասանուհի, հաղորդավարուհի, բայց այդ բոլորի հետ մեկտեղ Ինա Կարապետյանի դուստրը Միան։ Միա, ողջույն իմ աղջիկ։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ։ Լավ ես։ Միա, ես քեզ մի քանի հարց տամ պատասխանի, հա։ Միան մի քանի օր առաջ հանդես ուներ։ Այո։ Ինչ հանդես էր, Միա։ Ուրախ։ Ուրախ հանդես էր։ Իսկ ինչի մասին էր, Այբենարանի, ինչի մասին էր։ Այբենարանի։ Այբենարանի մասին էր։ Շատ լավ։ Իսկ դու այդ հանդեսում դեր էիր կատարում։ Ով էր։ Ես Փերին էի։ Դու Փերին էիր։ Շատ լավ։ Ես հասկացա, որ դու այնտեղ բոլոր քո դասընկերների հետ շատ սիրում ես քո դասատուին։ Ով է, անունը կասես։
Ընկեր Գրիգորյանը։ Ընկեր Գրիգորյանը։ Դե հիմա նայ, այս տեսախցիկը քոնն է։ Մի հատ ընկեր Գրիգորյանին ողջունի ու քո ընկերներին ու պաչիկ ուղարկի։ Ընկեր Գրիգորյան, ես ձեզ շատ եմ կարոտել։ Լավ սկզբի համար։ Հարցել։ Միա, ես գիտեմ, որ դու մանկապարտեզնել ես կարոտում, հա? Օրինակ հիմա կուզեր շատ դպրոց գնայր, թե մանկապարտեզ։ Կապ չունի։ Կապ չունի, բայց ես գիտեմ, որ դու դպրոց արդեն կարոտում ես, չէ՞։ Դպրոցն մանկապարտեզնել։ Հա, լավ։ Իսկ բակում ընկերներ ունենք։ Հա։ Իսկ դասարանում։ Ում հետ ես շատ ընկերություն անում։ Ալիսան։ Անահիտը, Մարիան, Վիկան։ Դասարանից են բոլորը։ Հա, դե բակի երեխաներ են։ Իսկ դասարանից Արյանան, Աննան, մյուս Աննան, մեկ էլ Սյունեն։ Մեկ էլ Սյունեն։ Ես կզարմանայի, որ Սյունեն չլիներ մեր ընկերների ցուցակում։ Միա, դու Այբենարանի հանդեսը ասեցիր արդեն վերջացրել է կարելեք, չէ՞։ Մենք տեսանք։ Իսկ դու հիշում ես, գիտես ով ա գրել հայրենի տառերը։ Ով ա գրել իմ աղջիկ։ Մեսրոպ Մաշտոցը։ Շատ լավ։ Իսկ դու գնալու ես Մեսրոպ Մաշտոցի հա տենց թեմա ունենալու ենք։ Գնալու։ Ուր ես գնալու։ Օշական։ Օշական ես գնալու, շատ լավ։ Նկարներով ցույց կտաս, չէ՞ քո հետևորդներին։ Դու էջ ես, չէ՞, աշխատացնում։ Շատ լավ։ Իսկ քո էջում ինչ ես դու շատ ցույց տալի քո Instagram-յան էջում։ Unboxing։ Հետո Կոնֆետների փորձարկում։ Սլայմերն եմ ցույց տալիս։ Սլայմերը։ Դա ինչ է։ Սլայմերը, բայց մենք գիտենք ինչա, չէ՞։ Մարտի նվերներ ստացել եք, ես ստացել եմ։ Եկեք միասին unboxing անենք։ Ամբողջությամբ սկսեցինք առաջինից։ Զնգ թոզնգա բարեկիշելու սանգա կապեմ բծից զանգա դե զնգ ճանգարնուկ արետակե արեգակ դե զնգ ճանգարնուկ Esur pote pase de zangır de can Sırdı darta tetase de zangır de can Իսկ իմ աղջիկը ունի
հեքիաթի հերոսուհի, որ սիրում է։ Ում ես սիրում միա։ Մոխրոտիկին կամ սպիտակաձյունիկին։ Սպիտակաձյունիկին, բայց ես տեսել եմ, որ քո մոտ սեղանում դրված ավելի շատ որ մի հերոսի կերպարով գիրք, տետր, պայուսակ, ում ես շատ սիրում։ Ինչ որ Կուրոմի, մոռացել էի անունը, շատ լավ։ Բայց էլի ենք սիրում Կուրոմին։ Հա։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ Միան սիրում է իր ծնունդները կազմակերպել, չէ՞։ Իսկ այս տարի ով է գալու ծնունդիդ որոշել ես։ Ով։ Ասա որ մաման էլ էլի իմանա։ Չասենք։ Չէ՞։ Հա, տենց պետք է չասվի, շատ լավ։ Լավ։ Նայ։ Ես տենց չեմ հասկանում, միա։ Իսկ կարող է բարձր ասես, որ լեկողը հերոսը լսում է, որ մի անգամից հասկանա, այդ օրը չգնա, երբ է քո ծնունդը։ Հուլիսի 19-ին։ Դեռ ունենք ժամանակ։ Շատ լավ։ Եվս մի բան, իմ աղջիկը իսկ տանը օգնում է մամային, օրինակ ինչ ես պատրաստում։ Ձվածեղ։ Քո համար էլ չէ՞ տենց անում։ Իսկ սուրճը միաս։ Հա, տները մաքրում ենք։ Ամանները լվանում ենք։ Ես իմ նանայի համար սուրճ եմ պատրաստում, բայց իմ նանան մեծ բաժակով է խմում սուրճը։ Can Yerevan, ah yes, su durek terdan. Sen Can Yerevan, hayır sırf bir arkan. Hey Can Yerevan, yes, su durek terdan. Sen Can Yerevan, yine kanu apagan. Met mi tanik, kapele tanik. Kuakumek ve bakurak ya canik. Vay kavakbari, vay si. Իսկ Տոբին ինչ ենք անում, քո շունիկից էլ պատմի։ Դե ամբողջ օրը կծում է։ Բայց ինչի համար։ Չգիտեմ։ Որտեվ ուզում է դու խաղա ինձ թվում է, չէ՞։ Քանի տարեկան է քո Տոբին։ 1 տարեկան, իսկ հանում ես իրան դուրս մանես տալիս։ Հա, շատ լավ։ Ես գիտեմ, որ արդեն նաև Միան պատրաստվում է սովորի դաշնամուրի վրա նվագել։ Հա, սկսվել է դասերդ Միա։ Հա, որ հենց պատրաստ լինես, մի հատ սիրուն բան կնվագես, հետևորդներդ տեսնեն, չէ՞։ Շատ լավ։ Եվս մեկ հարց։ Հիմա եթե իմ աղջիկը ունենա կախարդական փայտիկ, այդ փայտիկով ինչ կանես։ Ես հիշում եմ, որ քո փերի ձեռք տենց փայտիկ կար, չէ՞։ Հələ մի հատ ասել եմ մոտարապես ունեք այդ փայտիկը ինչ ձև կօգտագործես։ Կօգտագործե։ Հա։ Ամեն ինչի։ Ամեն ինչի վրա։ Իսկ հիմա ես ուրիշ բան եմ առաջարկում, քանի որ հենց հիմա քեզ լիքը բալիկներ են տեսնում, ու դեռ բալիկների օրը շարունակվում է, դու նայում ես սիրուն տեսախցիկին ու շնորհավորում ես բոլոր մանուկներին ու մի հատ սիրուն բարեմաղթանք ես ասում։ Շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին, թող միշտ լինեն իրենց մայրիկի կողքին եւ խելացի լինեն։ Ապրի աղջիկը։ Իսկ դու որ այսքան խելացի ես, նանան քեզ համար նվեր ունի, քեզ համար նվեր է պատրաստել։ Ու հիմա այս նվերը իմ աղջկանն է, այդ այնց դիր կողքդ դիր, որ դեմքդ չփակի։ Իսկ ես այսքանից հետո մի հարց էլ տալիս եմ եւ ամփոփում ենք թեման։ Ես գիտեմ, որ Միան հետևում է իր մամայի սերիալին։ Ու ոնց է, սիրում ես, թե ոնց։ Լավ է խաղում մաման։ Մի բան պետքա փոխվի։ Չէ։ Մենակ ուզում եմ, որ նոր սկսվեր մամայի կինոն։ Հա, այսքան հնացած պետք չի նոր։ Իսկ կարող է նոր ֆիլմ սկսվի ավելի լավ, մի հատ էլ, հա։ Ու մաման այդտեղ էլի խաղա։ Շատ լավ, մամա ջան, իմացար։ Այնպես որ ինջան օրվա հոբելյարներ ունենք եւ նաեւ երեխաներ թեման։ Տեսախցիկը քոնն է, որպես արդեն վաստակավոր մամա խնդրում եմ քո բարեմաղթանքը։ Շնորհավորում եմ
Այսօրվա բոլոր հոբելյարներին, շնորհավորում եմ նաև բոլոր մանուկներին, մենք 3 էլ հոբելյար ունեինք, իմիջայլոց մեր ընդհանուր ընկերուհու Լիլիթ Կարապետյանի որդու, Կարենի ծնունդներ 3, շնորհավորում եմ նաև Կարենին, համել որպես փոքրիկ, թող բոլոր երեխեքը առողջ լինեն, որովհետև մեզ համար ինչն է ամենակարևորը, որ մեր երեխաները լինեն առողջ, որ մենք մտածենք միայն նրանց երազանքներին հասցնելու մասին, որ մեր ուղեղը չշեղվի ուրիշ բաների վրա, միայն նրանց ապագայի մասին մտածելու վրա լինի։ Մենակ առողջություն եմ ուզում, ոչ մի երեխա թող հիվանդ չլինի, ոչ մի երեխա թող իրեն վատ չզգա, ու որ ամենակարևորն է բոլոր երեխաները թող լինեն իրենց ծնողներին արժանի զավակներ, որովհետև ծնողներն էլ պիտի իրենց երեխաներին արժանի լինեն։ Համաձայն եմ։ Իսկ ամփոփման համար իմ միան պետքա մի հատ արտասանի։ Առաջին դասարանը առաջին դպրոցական դասագիրքն է։ Մեր Այբենարանը նա մեզ սովորեցրեց գրել ու կարդալ, ամուր ընկերություն, աշխատասիրություն եւ համբերություն։ Իսկ այսքանից հետո ես ուղղակի ուզում եմ հերթական անգամ տեղեկացնել, որ ինձ մոտ աղավարում իմ աղջիկներ, Ինան եւ իմ թոռնիկը։ Էնպես որ ես վստահ կարող եմ ասել, որ նոր եթերաշրջանում սպասվեք ինչ որ մի հետաքրքիր թեմայի, որի միան անպայման փոքրիկների համար բլոգ ներկայացնի, հա։ Դե ուրեմն ասա, որ կհանդիպենք 21 TV եթերում։ Կհանդիպենք 21 TV եթերում։ Մաղում երկնքից, արդեն վաղուց էի կարոտել քո սիրուն տեսքին,